Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ։ Այն ինչ ես պիտի ասեի աշխարհական հարցերից արդեն ասվեց։ Հիմա ես տեղական հարցերից, երևի մենք տեղերով փոխանակվեցինք։ Հասկանում եմ, որ պատերազմում պարտվելուց հետո երևի սա այն տարածքն է, որը ամենից մեծ խնդիրները ունեցավ եւ այդ խնդիրները շարունակվում են մինչ այսօր։ Խնդիրները ձեր եւ անվտանգային են եւ տնտեսական։ Եվ ամենից վտանգավորը գիտեք նա է, որ այս տարածքի վրա, այս հողի վրա հարևանը աչք ունի։ Երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները նկատի ունի։ Երբ ասում է Գյոչայ Սևանը, Գյոչայ իրենց լիճն է, այս տարածքները իր մտքումն են։ Ուրեմն այդ առումով մենք պետք է հասկանանք, եթե սխալ կողմնորոշվենք, եթե չհասկանանք, թե ինչ է կատարում աշխարհում, եթե չհասկանանք, թե աշխարհում այդ կատարվածի մեջ մեր տեղը ինչպես մենք պետք է գտնենք, իսկապես եւս մենք փորձանք կարող ենք ունենալ։ Երեք Հայաստանի վարչապետը ասաց մի բան, որ Արցախյան շարժումը երևի հետևել եք Վարավոսին ճակատագրական սխալ էր։ Եվ հողերը Արցախը ընդհանրապես հայության հետ կապ չեն ունեցել։ Ավելի մեծ հիմարություն, անկեղծ ասած, դժվար է ուղղակի հորինել, բայց այնուամենայնիվ մենք հասել ենք այն հանգրվանին, երբ այդպիսի արտահայտություններ հանգստանում են եւ հետո եւս հնարավորություն ունեն շփվելու ժողովրդի հետ։ Իմ ուղղում սա չի տեղավորվում։ Պատկերացրեք հետեւյալը։ Ես մեկ անգամ նման մի համատություն փորձել եմ անել։ Լավ, մեկը մի տուն է կառուցում։ Տան սեփականատերերը փոխվում են եւ վերջում գալիս է մեկը, որը անգրադետ է, տգետ է, եւ որը որոշել է, որ ամեն ինչ պիտի փոխի այդ տան վրա։ Այս պատը քանդեմ, այս մեկը քանդեմ, ֆունդամենտը քանդեմ, նկուղը փոխեմ, այս փոխեմ, վերջը տունը փլվում է։ Հիմա ով է մեղավոր այդ տան փլման մեջ։ Ոչ թե ինքն է մեղավոր, որ ամեն ինչ քանդեց, ամուր տունը թուլացրեց եւ այդ արդյունքում այդ տունը փլզվեց։ Այլ ասում է մեղավորը նա է, որ այդ տունը կառուցել է ժամանակին։ Եթե տունը կառուցած չլներ, իմ հիմարություններս բավարար չէր, այսպես ասենք, պատեր քանդել, նկուղ քանդել, ֆունդամենտին ձեռ տալ, այդ տունը չէր փլվի։ Մոտարապես այսօր մենք այս վիճակում ենք։ Եվ զարմանալին նա է, որ այդ վիճակը մենք հանդուրժում ենք։ Դուք հնարավորություն ունեք դա փոխելու։ Այդ հնարավորությունը հունիսի 7-ն է։ Եվ հունիսի 7-ին իսկապես վճռական լինելով, որոշում կայացնելով, ճիշտ գնահատելով, ով ինչ է արել, թացը չորից բաժանելով, մենք ի վիճակի ենք լինելու իսկապես բոլոր այն սպառնալիքները, որը կաղնած են երկրի առջև, հաղթահարել, կարող ենք, միասին կարող ենք։ Քանի որ ասացի տեղական հարցերի մասին, գիտենք, որ խնդիր կա, հիմնականում ովքեր զբաղվում են անասնապահությամբ խնդիր ունեն, քանի որ արոտավայրերի խնդիրը արդեն ակնհայտ է։ Եվ այստեղ պետք է ուղղակի ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել ինտենսիվ հողագործություն, ենթադրում եմ, որ նաև հնարավորություն տալ, արտոնություններ տալ, փոքր միջին արդյունաբերական ինչ-որ օբյեկտներ կառուցելու, բայց կարևորագույն հարցը աշխատատեղերն է, որտեղ ինձ զեկուցել են հետևյալը, որ նաև արտագաղթ է սկսել այս տարածքներից։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է Արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ։ Ավելի հեշտ է լինել հետո պայմանավորվել է, թե այստեղ մարդ չապրի։ Մեր խնդիրը հակառակն է։
բոլոր սահմանամերձ շրջաններում, այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն, այլ տարբերակ, փոքր երկրի համար, սեփական երկիրը անվտանգ պահելու ուղղակի չունենք։ Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել։ Եվ այն օպտիմիզացման ծրագրերը, որ անկանում են, դպրոցների օպտիմիզացում, ամեն ինչ փորձում են կենտրոնացնել, սահմաններից հեռացնել։ Ժամանակին մենք հակառակն էինք անում, փորձում էինք ամեն ինչ ավելի մոտ բերել դեպի սահմանը, որ սահմանը ամուր լինի։ Հիմա ճիշտ հակառակն է արվում։ Ուրեմն վստահ եղեք, պարապ խոստումներ մեր թիմը երբեք չի տվել։ Ուրեմն այս ամենը, ինչ ասում եմ, անելու ենք։ Պատում եք։ Մի բան սիրում եմ ասել, արել ենք մեկ անգամ, չէ, ես երկու անգամ արել, մի անգամ Ղարաբաղ, մի անգամ Հայաստանում, երրորդ անգամ էլ կանենք։ Հիմա կնախընտրեի նաև ավելի ինտերակտիվ, միգուցե հարցեր կան, միգուցե այս շփման բանի անցնենք, մենախոսություն չլինի, չասեք, Քոչարյան Ռոբերտի եկավ, ճառ ասից գնաց, կենաց ասից գնաց։